ընտրական պրոցեսներում թիրախավորումից զերծ չմնացիք նաև դուք կոնկրետ ձեր գործի մասով ինչ նորություն կա, այսպես ասենք, եւ այսօր հասկացանք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել էր այն, ինչը որ ենթադրելի էր, որ պիտի ամփոփի Նիկոլ Փաշինյանի գործընկերը, ընկերը, նախկին կուսակիցը։ Ինչ սպասել հետո։ Իմ գործի հետ կապված ձեզ տեղեկացնեմ, որ միջնորդություն տրվել ԿԸՀ, զբաղված են ըստ էության չի քննարկվել դեռևս, նույնիսկ նշանակված չի, այդտեղ որպես այդպիսին գործ չկա, մի կնոջ ինչ-որ խոսակցություն չի կարող ուղղակի լինել այդպիսի բան եւ չի եղել։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի որոշմանը, ճիշտ ասած, այլ բան չէի սպասում ես անձամբ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում ճիշտ է թղթի վրա կան որոշ անկախ մարմիններ, բայց համոզված եմ, որ իրական փաստացի անկախ որևէ եւ իրավապահ մարմին եւ հանձնաժողով գոյություն չունի։ Հիմա թող մի հատ հասկանանք, տեսնենք այս 3 տեղամասի հետ կապված կրկնակվեարկություն անում են թե ոչ, հետո ստայնում կորոշենք կասենք։ Այսինքն այս պահին ձեր գլխավոր պահանջը ամեն դեպքում վերակվեարկություն։ Ոչ, ուժեղ Հայաստանի գլխավոր պահանջը ընդհանրապես ընտրությունները անվավել ճանաչել, նոր ընտրություններ նշանակելն է։ Բայց պահանջներն էլ լսեցի այս ելույթներին։ Բայց հաշվի առնելով, որ մենք գործընկերներ ունենք այստեղ եւ սպասում են ամեն դեպքում հանձնաժողովի վերջնական որոշմանը, ստայնում արդեն կասենք։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր Facebook-յան էջում գրառում է առամեջ բերել խորհրդարանական ընդդիմությունը ուժեղ Հայաստան ու Հայաստան դաշինքները լեգիտիմ չեն, ընտրակաշառքով այժմ հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, սա կխնդրեի մեկնաբանել։ Եթերային խոսույթ եմ գալիս հիմա, որ պատասխանեմ։ Տղամարդը բան, որ խոսում է, հիմնավորում է։ Եթե տղամարդը բան խոսեց, բոլորին եմ խորհուրդ տալի եւ չապացուցեց, ուշադրություն մի դարձրեք, ոչ տղամարդը, ոչ մարդը։ Թող ապացուցեն, չի եղել ընտրակաշառքի։ Լավ, սենց ասեմ, եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, կա դատարանի որոշում չկա։ Մարդ պետքա կամ տագետ լինի, կամ անտեղյակ։ 200-ից ավելի գործի մասին էր խոսում հակակոռուպցիոն կոմիտեն, բայց 14 դեպքով կա ընդամենը մեղադրական, այսպես ասած, դե դատարան են անցել եզրակացություն։ Ներողություն, մեղադրական եզրակացությունը դա դատարանի որոշում չի։ Իրավունք ունի ինչ-որ մեկը խոսել ինչ-որ մեկի մեղավորության մասին ինչ-որ դեպքով, եթե կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Այսինքն միտում եք տեսնում, որ քաոսի միանշանակ, եթե այդքան են իրանց ոնց ասեմ, ժողովրդի 500-550 հազարին ասում են դուք ընտրակաշառքով եք անցել, Facebook-ում շատ տեղեր մարդիկ կարդացել եմ, շատ։ Դուրս են գալի, ասում են դուք շարքային ստախոս եք, մանիպուլյատոր եք, ինձ ընտրակաշառք չեն տվել, բա ոնց եմ ընտրել։ Այսինքն, եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, չնայած չկա այդպիսի բան, որ ինչ-որ մի երևույթ էլ կա, դատարանը դեռևս իր գնահատականը չի տվել։ Ես դրա համար եմ ասում, տղամարդ են, թող ապացուցեն։ Ապացուցելը դա նշանակում է Ղազինյան Դավիթը բերես փողը տվեց, ասես պիտի ընտրես ինձ։ Հիմա եթե ունեն ապացույց, թող ապացուցեն, եթե չունեն, թող 2021 թվականի ընտրության ժամանակ, ինչպես որ այս ընտրության ժամանակ, այնպես էլ 21 թվականի ընտրություններին հանկարծակի մարում տեղ լույսը գնաց, հա, դա ինչպես եք դուք հիմնավորում։ Այն ժամանակ հեծի տնօրինությունը դուք եք եղել։ Մենք հստակ պարզաբանել ենք, որ դա եղել է Հայաստան-Վրաստան ռևերսային գծի պրոբլեմը, այսինքն հեծի տիրույթից դուրս է եղել է բեցինը։ Թե այս անգամ ինչեր են կատարվել, չեմ կարող ասել։ Ընտրությունների ժամանակ էլ է այդպես եղել։ Չեմ կարող ասել, Գյումրի ընտրությունների մեր ժամանակ էր։ Չեմ հիշում։ Ամենայն դեպս, սենց ասեմ, եթե անգամ ինչ-որ մեկը համոզված են, որ մեր կողմից չի եղել, բայց եթե անգամ ինչ-որ մեկը, ինչ-որ հասարակ աշխատող թեկուզ միտում ունենար, հավատացած եղեք, հիմա բացահայտած կլինեին իր բոլոր հետևանքները։ Տեսեք, բազմիցս մեղադրանքներ են հնչել, որ 2018 թվականին նաև ընդդիմադիրներն են, հա, իրենց աշխատակիցներին հորդորել են դուրս գալ եւ մասնակցել 18 թվականի իշխանափոխությանը, ինչպես նաեւ ասում են, որ հեծի աշխատակիցները եւս մասնակցել են։ Ես այդ ժամանակ եղել եմ Երևան քաղաքի տնօրեն, ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, աշխատանքի ժամին ոչ մի աշխատակից չի դուրս եկել,
եւ մեր կողմից որևէ ուղղորդում չի եղել։ Ինչ են արել, այդ եմ ասում, ինչ են արել աշխատանքային ժամից, մեր աշխատակիցները աշխատանքային ժամից դուրս կներեք չեմ կարող ասել, բայց ամենայն պատասխանությամբ ասում եմ, ուղղորդում որևէ եղել են ազատ։ Ինչպես որ նորմալ պետք է լիներ։ Ազմյան հիմա կներեք դուք պահանջում եք, ձեր ուժը պահանջում է, որպեսզի նոր քվեարկություններ անցկացվեն, արդյոք իրատեսական եք համարում ներկան ունենալով հետագայում խոսքով քվեարկությունները կարող են անցնել արդար։ Ասում եմ, որ տեսեք, ընդհանրապես ընտրությունները չեղել են համարվում, եթե էական ազդեցություն ունեցող հանգամանքներ կան ընտրությունների վրա։ Նախ առաջին այդ բժշկական ապահովագրություն, թոշակ եւ այլն միանշանակ էական ազդեցություն ունեցող ընտրակաշառքներ են։ Երկրորդը կիրառած վարչական ռեսուրսը եւս։ Ես ուղղակի համոզված եմ, որ իրենք երկրորդ անգամ չեն կարողանալ նույն վարչական ռեսուրսը կիրառեն եւ իմ կարծիքով շատ արագ սպառվում են արդեն միջոցները բժշկական ապահովագրության, այսինքն չեն կարողանում ձգել։ Ունեմ համոզմունք, որ չեղալ հայտարարելու դեպքում իրենք ուղղակի շատ լուրջ կպարտվեն։ Խանգարելու, որ չկարողանան նույն վարչական ռեսուրսը կիրառել։ Իշխանությունից հիասթափություն անգամ պետական ռեսուրսում։ Չբացեմ շատ փակագծեր, բայց համոզված եղեք, եթե ունենան այդպիսի խիզախություն եւ այսպես ժողովրդավարության բաստիոն հայտարարած ուժը, վերջինաշով ախր ամբողջ աշխարհն է կասկածում։ Առաջինը 49% է հավաքել։ Դա արդեն մեծամասնություն չէ, անկախ է Դոնթի Բանաձևի սահմանության կարգավորումներից։ Երկրորդը ամբողջ Հայաստանը երրում է, որ կիրառվել է վարչական ռեսուրս, կալանավորումներ, ձերբակալումներ։ Բոլոր առումներով անգամ համոզված եմ իրանք շնորհավորած եվրոպացիները նույնպես իրենց մտահոգությունները անգամ կուլիսների հետևում հայտնել են։ Լեգիտիմություն որպես այդպեսին չունի այս իշխանությունը։ Լեգիտիմություն, եթե Փաշինյանի հետ նորից գնաք ընտրություն։ Եթե կարողանանք զսպել բոլոր տեսակի ընտրախախտումները եւ վարչական ռեսուրս չկիրառվի, փորձենք։ Համոզված եմ, Առաջին անգամ զսպել այդ ֆակտը։ այդ ամեն ինչ արվում է շատ քողարկված, արվում է շատ այսպես ռեպրեսիվ մեթոդներով եւ անգամ հիմա պատկերացրեք, մենք ընդամենը 3.5 ամսական ուժ ենք։ Այսքան էլ որ կարողացել ենք հավատացած եղեք գովասանքի արժանի է։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այդ ձեր ուժը կաշառք է տվել, դրա համար էլ այդքան ձայն է հավաքել, հետեւաբար իրենք են համարում, որ այս ընտրությունները արդար Չէ, տեսեք, հիմա մենք հարցը շարունակեմ, պարոն Ղազինյան։ Ընտրության արդյունքներով Նիկոլ Փաշինյանը ժամանակական մեծամասնություն չի կազմում, խորհրդարանում կան օրենքներ, որոշումներ, որ միասին չի կարող կայացնել։ Հիմա արդյոք շահավետ նպաստավոր պայման չի ստեղծվում նաև իշխանության համար, որպեսզի գնան նոր ընտրությունների եւ Նիկոլ Փաշինյանը ժամանակական մեծամասնությամբ հայտնվի խորհրդարանում։ նախ առաջինը, եթե անգամ ինչ-որ բան հայտարարում են, մենք այստեղ խոսեցինք, չկա որևէ ապացույց։ Գոնե դատարանի որոշում։ Չէ, ձայնագրությունները Դե գիտեք, ես էլ կարող եմ ձայնագրություն ասել, փեսան աներոջ ասма քյաբաբները բռնում տանում կալանավորում են։ Հիմա ուզում ասեմ, քանի դեռ չկա անաչառ դատարանի որոշում, այդ դրա մասին խոսելը նորից կրկնում եմ, տգիտություն է։ Հիմա երկրորդը, ինչ վերաբերում է այս ընտրություններին, նորից համոզված ասում եմ, թույլ մի տվեք բացահայտել ամբողջ գործիքակազմը, բայց ես ունեմ համոզմունք, եթե ամբողջ աշխարհի դիմաց խայտարակ եղած իշխանությունը, որը ժողովրդավարության բաստիոն էր հայտարարում մեր երկիրը եւ ինքը այսպես կեղծում էր, պետք է խիզախություն ունենա եւ գնա այսինքն նոր ընտրությունների։ Այդ պարագայում արդեն մենք էլ մեր գործիքակազմը ունենք, համոզված եմ, որ չենք կարող։ Ասելով նկատի ունեք նաեւ Եվրոպայի։ Այո։ Եվրոպան բացահայտ հայտարարություններ է։ Նոր ասեցի, Լիա ջան։ Աջակցել է Նիկոլ։ Նոր ասեցի, Լիա ջան, այլ բան է աջակցություն իր քաղաքական նպատակներով հեռահար, այլ բան է թե ինչ է խոսվում։ Վերջին հաշվով նույն Եվրոպան իր մոտ սրա 1%-ը թույլ չէր տա։ Համոզված եղեք իրեն էլ են ասում։ Դիահույս եք, որ արդար ժողովրդավար նոր ընտրությունները։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր փոքրիկ խմբակով չունի լեգիտիմ իշխանություն, ես համոզված եմ, որ ժողովուրդը առաջին հերթին եւ այն քաղաքական ուժերը, ովքեր որ առաջնորդում են ժողովրդին, շատ կարճաժամկետում հաղթելու են։ Այսինքն այս պարագայում այսպես ինչ ենք ասում ենք նոր ընտրություն, որտեղ ոչ ոք չի հաղթել։ Հաղթել են որոշակի արտաքին խաղացողներ, բայց հայ ժողովուրդը պարտվել է։ Երկրորդ անգամ ի՞նչն է խանգարում, որ արտաքին խաղացող։ Կա խանգարող բաներ, կասեմ։ Հավատացած եմ։ Ամեն դեպքում, եթե հնարավոր չեղավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այնպես Չէ, պլան B ես չեմ ասել ընտրությունների օրը պլան B ալնելու։ Ես ասել եմ պլան B-ն էլ ունենք, C-ն էլ ունենք։
Բայց հələ ժամանակը չի եկել, չի ավարտվել այսպես ասած, չէ։ Եթե չհասնեք նրան, որ նոր ընտրություններ լինեն, ինչպես եք անելու, որ վերջի վերջո գնան դրան նոր ընտրությունների։ Սիրելի լրագրողներ, կան որոշակի բաներ, որոնք այսպես չի ասվում։ Թույլ տվեք, քննարկումները կանենք, տեսնենք ամեն վայրկյան բանա փոխվում, ամեն վայրկյան։ Հասկանանք, տեսնենք ինչ են անում, կլինեն հայտարարություններ անպատասխան, բայց ինչպես հայտարարել ենք, մենք ամեն մի ձայնին տեր ենք կանգնելու եւ համոզված ենք, որ իշխանությունը լեգիտիմ չի։ Դրա դեմ արդեն կարվեն գործողություններ։